Մի հատ հարց ունեմ տալու խիա զիջել իր տեղը, որ խիա թողել, որ Փաշինյանը նստի վարշապետ։ Ահա, ուրիշ բան չունեմ ասում։ Չգիտեմ, երևի այս հարցը ես չէի տա ինքս, բայց փոխանցելու եմ այս մարդու հարցը անպայման։ Ես հասա հանրապետական կուսակցություն, գալու եմ ձեր կուսակցություն եւ նկարելու եմ ձեզ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն նախագահ։ Ես առաջին անգամ եմ ձեր սենյակում, բարև ձեզ։ Ինչպե՞ս եք, պարոն նախագահ։ Չէ, դժվար չէ, ես հեշտությամբ հասա ձեր սենյակ, շնորհակալություն շատ։ Դժգոհ ինձնից։ Բացարձակ։ Ձեզ խոստացա չխանգարել ձեր գործին, բայց լավ էլ եկա, խանգարեցի։ Ես էլ միամիտս ձեզ հավատում եմ, չէ՞ խանգարել։ Եվ մենք հիշում եք որտեղ կանգնեցինք։ Մենք կանգնեցինք Կլեոպատրայի օրինակի վրա, որը իր կրծքին դրեց թունավորոց, որպեսզի անպատվությունից փրկվի։ Շատ լավ։ Հիմա գիտեք ինչ, այսպես այլաբանական վիճակներից վերադառնանք, դուք ասացիք, որ ամեն ինչ պետք է անել, չէ, շնորհակալություն, ամեն ինչ պետք է անել, որպեսզի չլիներ այնինչ եղավ այդ հայտարարությունից հետո, թե Ղարաբաղը Հայաստանի է վերջ։ Լավ, գիտեք, միշտ հեշտ է հետ նայել ու ասել, որ այ ամեն ինչ անեինք, ամեն ինչ չանեինք։ Հիմա ինչ ամեն ինչ եք անում։ Ես լավ բան ասացիք, ես եզում ասեմ, էր Արցախցի վարորդին կապ չունի, եթե Երևանցի է լինել։ Ինչ հեշտ է 8 տարի հետո այդ ամեն ինչը ասելը։ Իսկ այդ ժամանակ, երբ որ երկիրը ցնցվում էր եւ անվտանգության սպառնալիքներից սկսած մինչև ներքին խժդժություններում զոհերի հեռանկար կար, երբ որ մեզ հայոյում անպատվում էր տները շրջափակում էին, երբ որ փողոց դուրս գալը ֆիզիկական իմաստով անվտանգ չէր։ Եվ մենք չեմ ասում ենք, մենք մեր համար չենք վախեցել, ասում ենք, վախեցել ենք երկրի համար եւ երկիրը ցնցումներից փրկելու համար, այդ պատահական չի, չէ՞, Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական տվեց, որպեսզի այդ ներքին լարվածությունը, ատելությունը ապրիլի 24-ի վրա չպարտվի։ Ինչ իմանայինք այն ժամանակ, գիտեք, մենք կարող ենք շատ քննարկել։ Ապրիլի 24-ը այս իշխանությունները այլևս չեն դիտարկելու որպես հայկական սուրբ վշտի օր։ Վիշտն էլ ասում, սա սուրբ վիշտ է ապրիլի 24-ը եւ եւս լավ։ Այո։ Հարցազրույցի չվերածենք ամբողջ օրը խոսում եմ, դες գրասենյակ։ Չէ, այո, հենց այդ եմ ասում, պարոն Աշոտյան ջան։ Մեր երիտներն են։ Դուք մեզ ասում եք, ինձ ասում եք 5 րոպե է մնացել եւ այդ 5 րոպեն ինչ որ արդեն լսել ենք, եթե ուզում պատմեք, չէ, այդպես չի լինի։ Մեզ ինձ հետաքրքիր է, գիտեք ինչ է։ Ինչ եք անում հիմա, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբվի։ Ես լսեցի ձեր ղեկավարը եւ երկրի 3-րդ նախագահն ասաց, ընդդիմությունը իրար ոտքի տակ չփորեն, բայց ընդդիմություն այդ թվում նաեւ դուք, մյուսներին, մյուսները ձեզ այդ խորհրդին չեն հետևում։ Դա այսպես հրահանգ չէ։ Ասեք։ Մենք ինձ ցույց տվեք մի հատ ներընդդիմադիր կոնֆլիկտ կամ արճակատում կամ բանավեճ, թե քուզ եւ հեռավար, որը հրարել է հանրապետականը։ Ինչ է նշանակում հրահրել։ Ինչ է նշանակում հրահրել։ Մենք ենք անում։ Ասենք չգիտենք ով է հրահրել, բայց դուք պատասխանում եք։ Ձեզ մի պահեք Մինսկի խմբի պես խնդրում։ Հա, ինչ եմ արել։ Անվանական ասեք, որ կողմնա կրակել։ Հա, դուք կրակում եք մեկ-մեկ, մենք պատասխանում ենք միայն երբեմն նաև ռմբակոծում ենք, բայց ոչ առաջինը, մենք պաշտպանում ենք այն ինչ որ համարում ենք ճիշտ եւ ցույց չենք տալու ոչ մեկին լինի դա պատկառելի կենսագրությամբ կամ նորելու քաղաքական ուժ մեր վրա փորձել ինքնահաստատվել, կայանալ, ֆրասնել, խաբել եւ մենք բոլորին մաղթում ենք հաջողություն բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք իրոք կիսում են մեր ռազմավարական տեսլական այն ինչ որ նախագահ ասաց փոխել այս իշխանություններին։ Պատրաստ ենք օգնել իրենց, պատրաստ ենք պատվանդան լինել, թող բարձրանան մեր ուսերի վրա եւ ավելի բարձր Երևան, բայց երբեք ցույց չենք տալու եւ ցույց չենք տվել, կներեք Ռուսի ասած мы достаточно настрадались, так что այլևս ոչ մեկ ոչ ոք անպատասխան չի կարող հանրապետականի հասցեին վայրահաչել, այնպես ինչպես չի կարող դրսում որևէ մեկը մեր ներկայությամբ վայրահաչել Հայաստանի հասցեին, պատգամավոր կլինի, եվրոդեպուտատ կլինի, թե դա, այսինքն մենք այս անկախական պետականամետ ուժ ենք, պահպանողական։ Իմացեք, դուք չեք թողնում ես հարց տամ, բայց հեսա տակը գիտեք ինչ եք գրելու։ Տակը գրելու ես լրագրողը չի թողում, զրուցակիցը չի թողնում երկու բառ խոսի։ Բայց ես դա դեռ կապ չունեմ։ Դուք չեք թողնում լրագրողը մի հարց տալիս։ Խնդրեմ։
Գիտեք ինչ, այդ որ հա դուք այո բավականաչափ չարչարվեցիք այս ընթացքում, նաև զրպարտվեցիք շատ անգամ, նաև ես կարող եմ այդ մասով համաձայնել ձեզ հետ, բայց գիտեք, ձեր իշխանության օրոք եղավ հեղափոխությունը, որը նաև երևաց որ հանրության մեծ զանգվածի դժգոհության արդյունքն էր։ Դա հեղափոխություն չէր, դա իշխանափոխություն էր երկրորդը, եթե ուզում ենք այս թեմայով զրույց, չէ, եկեք ուրեմն չշոշափենք։ Ուզում եմ ասեմ, որ բոլորս ունենք մեղ, թող քարն է տիննաովան մեղը, ճիշտ է։ Միանշանակ եւ քանիցս մեր մեղքերը խոստովանել։ Եվ ում մոտենամ կասի այդպես։ Ում մոտենամ ձերպես կասի, որ թող մեզ չասեն, մենք իրենց չասենք, թող իրենք մեզ չասեն, մենք իրենց չասենք։ Այս իրար ասելով ում է օգուտ այդ իրավիճակը։ Անտիշ լուծում առաջարկեմ, դուք որպես բազմանյա լրագրող կարող եք դա վերցնել որպես անվճար խորհուրդ։ Եթե որ տենց հայտնի ամերիկյան ասացված կա, չէ, ասում են, եթե քաղաքական օպոնենտներից մեկը ասում է դրսում անձրև է, իսկ մյուսն ասում է դրսում արև է, լրագրողի գործը շատ պարզ է, մոտենալ վարակույրին եւ տեսնել պատուհանից անձրև է, թե արև է։ Երբ որ նման բաներ կարող են ասել, մեկ-երկու անկախ լրագրողական, փորձագիտական, հանրային պարսավանք լինի իրական տեղեկատվական ագրեսորների նկատմամբ ընդդիմադիր դաշտում, ես ձեզ վստահեցնում դա կկանգնի։ Քանի որ չի նեյմինգ եւ շեյմինգ չի արվում։ Հիմա լավ, մենք ունենք 3 ամիս միջև ընտրությունները 4 ամիս։ Դուք ուզում եք մենք զբաղվենք այդ Անդրեվի, Արևի այդպես ոչ պարզ, նայեք։ Դուք եկել եք ընդդիմադիր դաշտի ամենախաղաղասեր քաղաքական ճամբարը եւ այդ իմաստով մեզ այդ բանը ճշտամբանքը բացարձակ չէ, անգամ ակնարկները, բայց անգամ այն պարագայում, որ մեր նկատմամբ դա եղել է այդ կեղտոտ զարհուրելի արշավը 18-ից 20 շարունակվել է եւ ցավոք սրտի իրենց ընդդիմություն դիրքավորող քաղաքական ուժերը երբեմն միջև այսօր տրվում են այդ գայթակղությանը սեփական քաղաքական սնանկությունը կամ ցածր վարկանիշը փորձել լրացնել մեզանով, մեր արիամբ, մեր էներգիայով, մեր անունով, դա չի լինելու այդպես։ Հետևաբար Եվ ում է օգուտ, որ դա չի լինելու այդպես։ Դա ով է օգտվելու այդ իրավիճակից, ով է օգտվելու։ Ես որպես հանրապետական գան նստեն։ Չէ, ես ասացի, ես պատրաստ եմ գրկել ինքս նստացնելու սերին։ Թող բոլոր քաղաքական գաջաջները, որոնց թվում է, որ իրանք հսկաներ են, իմ ուսերի, իմ կուսակցության ուսերի, իմ շենքի կուսակցական հաշվին դառնան իրենց երազած գուլիվերները։ Բայց երբ որ գաջաջը իրան գաջաջի պես չի պահում եւ չի խնդրում օգնություն, այլ փորձում է այսպես ասած իրան իր սեփական կոմպլեքսները ցածրահասակության հաղթահարել այլոց հաշվին, դա չի աշխատում այդպես։ Երբ որ մենք ընդդիմություն ենք, Հայաստանում ընդդիմություն չկա։ 18 թվականի մայիսին ես եմ ՀԿ ֆրակցիայի անունից ազգային ժողովում այդ արել, որ Նենց Նիկոլ ընտրվեց վարչապետ, որ այս պահից ՀԿ-ն ընդդիմություն է։ Ինչ կարաք հիշեք դուք։ Ես շատ լավ հիշում եմ։ Ով է եղել ընդդիմություն այդ ժամանակ։ 18-ի մայիսին ժամանակ օրինակ Աղվան Վարդանյանը չքվեարկեց։ Աղվան Վարդանյանը անհատա, որը հերոսական ջանք գործադրեց իր կուսակցության կարծիքին հակառակ դրած, բայց նա անհատ է, նա հանրապետականից քվեարկեցին, նա չքվեարկեց։ Հանրապետականը չքվեարկեց իդեմս ինչ Շարմազանների ու լիքը մարդու, հանրապետականը տվեց ընդհանրապես այնքան ձեն, որ երկիրը փրկի այդ պայծառությունները։ Գիտեք, մենք ինչ ենք անում, պարոն Աշոտյան, ես էլ շատ լավ գիտեմ այդ բոլոր թեմաները պատմությունը կեղծելու փորձեր են ինձ համար մեր ընդդիմախոսների կողմից շատ հաճախ մեզ այդ ամեն ինչը մեղադրում են մարդիկ, ովքեր Նիկոլին որպես գործիք էին դիտում Սերժից ազատվելու եւ ուրիշ մարդ բերելու համար։ Հիմա մենք մեղավոր չենք, որ Նիկոլը այն գործիքներ, որը իրանց օգտագործողներին գցեց։ Բացարձակապես չի ուզում անցյալին այսքան անդրադառնալ, բայց ուզում եմ դուք հիշեք։ Պարոն Շարմազանով ջան, այդ ջան, ես հենց հիմա տեսաձայնագրվում եմ, մեր շատ հարգելի Շտիկին Շաքեի Իվանո, դու ստեղ ես։ Բարևում ձեզ։ Ես էլ եմ բարևում։ Ուզեի ինքն էլ։ Դու ստեղ ես։ Գրած։ Հասկացա, ցավ տանեմ։ Լավ, всё, договорились։ Եղավ եղբայր։ Пока, բրոջ։ Պարոն Աշոտյան։ Ջան, վերջին հարցը էլի։ Սա վերջին հարցը, ախր դուք ինձ հեռացրիք մեր հիմնական։ Բանակցում եք ընդդիմության հետ, թե չէ։ Ասում եք գալիս էիք նախընտրական Երուսաղեմ քննարկելու։ Երուսաղեմ, այո։
Չէ, ես ինձ դա եմ քննարկում, ես վախով նկատում եմ, որ ընդդիմությունը շարունակելու է կռվել ինքն իր հետ, թողնելով իր հիմնական թիրախը։ Մենք որ կռվես, դες դա եմ ասում, մենք որ կռվում ենք Նիկոլի դեմ, Հիմա է պետք։ Հիմա է օրը։ Դա ինձ եք ասում։ Ես եւ իմ ընկերների հետ կռվի համար եւ նստել կներեք ո ասում եմ, դա։ Եվ նստել ենք եւ նստած ենք այսօր եւ հալածվել ենք եւ հալածվում ենք Հանրապետական հաղթանակի համար ինչ է պետք ասել։ Հաղթանակի համար ինչ է պետք ասել։ Անդիմադիր դաշտում, եթե ին եւ իմ ընկերների չափ 15-20% քաղաքական կենսագրություն կներեք խելք, կապեր, հմտություն եւ փորձ ունեցող մարդներ իրենց անհամեստության մեջ այսօր Գուլիվեր էին իրենց սարքել, մենք շատ ավելի համեստ մարդիկ ենք։ Մի մեծ տիպեք խոսելու այն մասին, ինչի մասին մենք մեր բնատուր համեստությունից ելնելով չենք խոսում։ Անդիմությանը պետք է այն ինչ-որ նախագահ ասաց։ Այո, նախագահը ասաց եւ դուք էլ լսեցիք, ինչ է պետք։ Շատ པարզ բան, սևեռվել իշխանափոխության վրա։ Ես եկել նստել եմ այստեղ, մենք էլ չենք կարողացել իշխանափոխությանը ուղղված խոսք խոսել։ Դուք որպես հմուտ լավ իմաստով սադրիչ լավ իմաստով լրագրող սկսեցիք զրույցը Արցախյան երիտասարդի կամ արարողի բանով, որը բացվեց վերք է, այդ վերքը պետք է խոսվել, այո, վերքը բացվեց։ Ուղղակի ես ուզում եմ ձեզ հիշեցնել, դուք այս վերջերս շատ եք ասում, ինձ դա շատ դուր է գալիս, գիտեք, ասում եք մենք մինչև անցյալին չնայենք բաց աչքերով, մինչև ազնիվ, այ վերջին հարցազրույցները ես նայում էի ձեր էջը մինչև ձեզ մոտ գալը, մինչև չընդունենք, մինչև եւ այլն, բայց գիտեք, չէ, դուք համենայն դեպս երբեք էլ չեք ընդունում, որ եթե պարոն երրորդ նախագահը չդառնար առաջին վարչապետ նոր այս խորհրդարանական կառավարման ձևում եւ չդրժեր խոսքը երրորդ ժամկետ չգնալու մասին։ Հերթական պրովոկացիա։ Նայ, հիմա դուք ասելով դա երրորդ ժամկետ չի։ Դա նման է հրաժարականին, որ տվել են հավակնելու, գերագնահատելով իր սեփական ժողովրդի հայերենի իմացության ընկալման հետ կապված Հոմանի շահականիշային բառարանային գիտելիքն դրեցի մի կողմ։ 10-րդ ժամկետն է։ Չեմ էլ արձագանքում ձեր երրորդ ժամկետ, դրեցինք մի կողմ։ Հաջորդ։ Ես հայերեն լավ գիտեմ, գիտեմ, դե հավակնել ես եկեմ նույն ֆակուլտետը ավարտել բառը, բայց հավակնել բառը եւ չեմ դառնալու բառի միջև հենց այդ, այսինքն դուք մենք հիմա ինչից ենք խոսում։ Նա ինչից ենք խոսում, չլիներ այդ խոսում ենք հետեւյալի մասին։ Ասեք։ Կան մարդիկ, որոնք փորձում են post-factum խելացի լինել։ Այդ մարդիկ post-factum դուք չեք։ Այդ մարդիկ դուք նարատիվ եք կերկնում ընդհանրապես։ Ես ձեր Հարկասո ձեր հեղինակային նարատիվը չի դա։ Այո, դա վատ նարատիվ է, դա վատ է։ Բայց չլիներ այդ նարատիվը, ես կասեի դա։ Ես կհիշեի այդ նարատիվը, եթե դա չլիներ։ Բարև ձեզ։ Դա վատ է խոսում, հեսա գալիս եմ։ Դա վատ է խոսում այն մարդկանց մասին, ովքեր այդ նարատիվը ստեղծել են, տարածում են միջև։ Դա իրանց բարոյական, քաղաքական կերպարի մասին վատ է խոսում։ Դրանք քխ մարդիկ են, որովհետեւ այդ մարդիկ մոռանալով են հիմնական ճարիքը, որի բերելու մեջ իրանք ունեն անմիջական մասնակցություն եւ այդ օրերին ունեն չարթարացված քաղաքական հաշվարկներ, սխալ ստավկիկ են արել 18 ապրիլ-մայիս ամիսներին եւ հիմա փորձում են այդ ամեն ինչը ճխտել հանրապետականի ջրը, այդ մարդիկ բարոյականության հետ ունեն կլինիկական պրոբլեմ։ Որ ես փողոցում եմ եղել, այստեղ, ասեմ դες խեմ։ Դավիթ Սանասարյանը բերել էր բարձրախոսով միացրել էր։ Համար դա քաղաքական հարց չի, դա իմ ընտանիքի հարցն է։ Ես այդքանով նորից եմ կրկնում, իսկ տիպեք ինձ երեսով տալ, թե ինչի միջով եմ ես անցել եւ իմ ընկերները։ Ախր ամբողջ ժողովուրդը շատ վատ բաների միջով անցել։ Դա 20-ից հետո է անցել ենք եւ ես կգերադասեի, նորից եմ կրկնում, ինչ որ բոլոր տեղերը ասում են, որ ես ամեն օր Արտնանայի ձենսուրկայի նման 18 թվականի ապրիլի 23-ին, քան հայտնվեի 20 թվականի նոյեմբերի 10-ին։ Ես կուզենամ ամեն օր արտանամ այդ ձենսուրկայի նման իմ մոտ լինի այդ մղձավանջը։ Այդ ինչ մղձավանջ է։ Դա քաղաքական բան է։ Ողբերգությունը սկսվեց հետո, որովհետև Աշոտյան 42-ը քաղաքական սրիկայություն էր, բայց Ռուբեն 32-ը կամ Գագո 19-ը այդ օրերին կախված էր ժապավեններով, այդ դա ողբերգություն է։ Եվ այն մարդիկ, ովքեր դրանց տարբերությունը չեն հասկանում, կլինիկական առումով բարոյականության հետ խնդրեմ ունեն։ Կանոնաշության դուք այսօր փաստորեն 50 տարեկան եք արդեն, եթե նա 42 էր, հա? Արդեն պլյուս եմ, հա։ Արդեն պլյուս եք։ Խնդրում եմ ասեք, ինչ պետք է անենք։ Ախր ինչ որ բան է։ Պարոն ջան, գալիս եմ, եսա գալիս եմ։ Երևի ընտրությունների հետ կապված գնալու եք ընտրությունների, մենակ եք գնալու, ինչ եք անելու։ Շիլով միշտեն ուտայիշ, ասում են ռուսները, հա։
Հենց որ լինի որոշումը, մենք դες կասենք։ Դուք ակտիվ եք աշխատում, դուք գոհ եք քաղաքական դաշտից։ Ոչ, ես երեք հարցազրույց եմ տվել, ասել եմ քաղաքական դաշտը աղճատված վատ վիճակում է։ Այստեղ չկա քաղաքականություն, որտեղ այս դասական իմաստով է, այն ինչի մեջ ապրում ենք մենք, դա քաղաքական ճգնաժամ չի, դա բարոյական քաղաքակրթական ճգնաժամ է, եւ սա է խնդրը։ Եվ սա է խնդրը, եւ ընտրությունները քաղաքական ինստրումենտ են քաղաքական ճգնաժամերի հանգուցալուծման համար։ Իսկ քանի որ այս ճգնաժամը բարոյահոգեբանական է, ինքնության ինչքան իդեալական կլիներ, որ բոլոր նախկին նախագահները հավաքվեին, նստեին, դնեին մի կողմ բոլոր կացինները, թաղեին խորը այդ կացինները, միավորվեին։ Ինչպես կերկեր Beatles-ը Let It Be, ես համաձայն եմ։ Եվ մենք մշտապես բաց ենք եղել նման առաջարկությունների համար։ Եթե կարիքը գտնեք միջև բուն ընտրություններ, եւս մեկ Ես գալու եմ, ինչի մասն է խոսքը։ Անպայման գալու եմ։ Ես ներողություն խնդրեմ։ Դուք ակտիվ զբաղված եք, խորհրդակցության եք, դա արդեն ինձ հուշում է, որ դուք ուրեմն աշխատում եք։ Մշտապես աշխատել եմ ձեր սենյակը, կարելի է։ Ինչ եք կարծում։ ԵԺԿ նախագահի նախկին նախագահ Վիլֆրեդ Մարտենսին ներված գիրքն է, սա ուրեմն սրահարի կողմից ուղարկված բացիկների շարքից են, սա ԵԺԿ-ից գրություն է, սա ԵԺԿ մեր անդամության բանն է, այստեղ ռուս գործընկերներից ունեմ նվեր, հուշանվեր, տարբեր շնորհակալ ագրել, գրքեր ունեմ, նաև լավ, բայց հիմնականում լավ գրքերը տանում եմ տուն, անգամից, այսպես, և ղեկավարը եմ, Ռուսալքի աշոտ նավասարդանը Վազգեն Սարգսյան Անդրանիկ Մարկամեսով կարող եք հանել դա, ինչու մնա։ Այսպես մենք հատահաբար եկել ենք և ձեր սենյակը շատ գնանք աշխատանքային վիճակում է։ Համեցեք, ես ձեզ բաց հրավեր եմ անում իմ աշխատանք։ Ես գիտեք, այսպես այն հասկացա, որ զրույցը որպես նախատեսել։ Այս գրասենյակը չի փակվել անգամ 18 թվականի Զրույցը, որը ես նախատեսել էի, չկայացավ։ Մենք խոսեցինք ինչ-որ դուք որպես հմուտ լրագրող անոնսը մեր հանդիպման արել եք։ Մի օրակարգով հարցազրույցը վարեցիք, այլ օրակարգով գուցե բարինել եք։ Շնորհակալ եմ, դուք կգտնեք, չէ՞։ Դե տղեկ ջան։ Ձեր պատերը նկարել։ Հեսա գալիս եմ անդր։ Օրակարգը, այո, կուսակցական երուզերն էր, որ ես ուզում էի նկարել, այստեղ կանանց կազմակերպությունն է, վերևում ֆրակցիան է, այստեղ Բարև ձեզ, ով էր գնաց։ Ոչ բոլորն են կամերաս։ Ես տեսնում եմ, որ սենյակներում, փակում են ու գնում են։ Ես տեսնում եմ, որ սենյակներում մարդիկ կան։ Հենց սա էր օրակարգը։ Ես գնացի շտապում եմ, սա ձեզ վերադարձ կներեք։ Շատ լավ, բայց պետք է երևի այնուամենայնիվ ընդդիմություն։ Այստեղ Կարինե Աճեմյանի սենյակն է, կանանց խորհրդի նախագահ։ Բարև ձեզ, կարող է թույլ տաք ներս գամ, գուցե դուք դուրս գաք, կապված է ձեր քննարկումը ընտրությունների հետ, կապ ունի։ Մենք ընդամենը 2 օր առաջ գործադիր մարմնի նիստ ենք ունեցել եւ վերջի 2 նիստերին քննարկել ենք, բայց որոշում դեռ չունենք։ Դրա համար տենց կոնկրետ որոշում չեմ կարող ասել։ Ընտրությունների վերաբերյալ։ Ընտրությունների վերաբերյալ։ Բան չի մնացել, դուք դեռ որոշում եք մասնակցել, չմասնակցել։ Գիտեք, ես կարծում եմ, որ շատ դժվար իրավիճակ է մեր երկրում հիմա եւ պիտի ճիշտ որոշում կայացնել, որովհետեւ շատ հարցեր կապված են եւ ներկուսակցական եւ ընդդիմադիր դաշտի բոլոր խաղացողների հետ այդ պատճառով երևի թե մի քիչ ուշանում է, բայց ես չեմ կարծում որ ժամանակը բավարար է։ Այո, ես կարծում եմ որ չի ուշանում, պարզապես մի քիչ հետաձգվում է մեր որոշումը։ Շատ լավ, ես էլի կգամ ձեզ մոտ ձեր որոշումներին ծանոթանալու համար կնկարեմ միջանցքը հանրապետական կուսակցության, ովքեր որ այստեղ չեն եղել, կպատկերացնեն։ Այստեղ կա շատ կուսակցական մթնոլորտ, այո, բոլոր սենյակներում գրեթե մարդիկ կան, աշխատում են, քննարկում են, ցույց տամ սա որ հատվածն է, պատուհանը, այն կողմում դաշնակցության գրասենյակն է։ Գրասենյակներն այնքան մոտ են, որ կարող են նույնիսկ պատուհանից խոսել իրար հետ եւ մնում է ցանկություն ունենալ խոսել իրար հետ եւ գտնել ընդհանուր այսպես հայտարար։
Այսպիսին էր իմ զրույցը Հանրապետական կուսակցությունում եւ ինձ թվում է մենք անցյալին շատ ենք անդրադառնում, որովհետեւ այսօրվա գործողությունների մասին դեռ կոնկրետ ոչինչ չկա ասելու։ Այլապես իմ զրուցակիցները առիթը բաց չթողնելով կպատմեն, թե ինչ են որոշել, ում հետ են բանակցել, բայց երևի հիմա դեռևս շարունակում է ցավոտ մնալ, հետաքրքիր լինել անցյալի նրանց գործողությունները եւ հայտարարությունները։ Համենայն դեպս ես շնորհակալ եմ, որ այսպես անակնկալ իմ այցը չմերժվեց։ Հա, կարելի է։ Երիտասարդական կենտրոնն էլ կուզեմ նկարել։ Ինչ խոսք։ Դրսից է։ Տեսնենք, երիտասարդները ընդհանրապես շատ կարևոր են։ Գիտեք ինչ ենք նկատում, որ երիտասարդները շատ անտարբեր են դարձել։ Ես ցույց ձեր հետ չհամաձայնում եմ, եթե իմ հետ եք խոսում, եթե ռեպորտաժ։ Ձեզ հետ խոսում եմ, իհարկե։ Այո։ Ասեք, ինչու համաձայն չեք ինձ հետ։ Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունները մշտապես ակտիվ են լինում եւ քաղաքական տարատեսակ, տարաբնույթ ակցիաներ են իրականացնում, հենց հիմա որ իջնեք նաև կներկայացնեն զբաղվում։ Հիմա գնում ենք, ես փողոցում այսպես մի փոքր փորձեցի ձեզ նկարել։ Բոլոր պայքարներում առաջամարտիկ են հանրապետական երիտասարդները, քաղաքական բանտարկյալներ, ցավոք սրտի ունեցանք երիտասարդական կազմակերպության Ժոռա Ավետիսյանը ասմայով քաղաքական բանտարկյալ հանդիսացավ, խնդրեմ։ Սա երիտասարդական կենտրոնն է։ Այստեղ իրականացվում են տարատեսակ դասընթացներ։ Հենց հիմա կարող եք տեսնել անգլերեն անվճար դասընթացներ ընթանում։ Երեխեքը գալիս են, պարապում են, ազատ ժամանակ կարող են անցկացնել այստեղ եւ ամենակարևորը, օրինակ երիտասարդները կուսակցական չեն, անպայման չի կուսակցական լինել, անկուսակցական երիտասարդների համար եւս գնում այստեղ ունենք նաեւ գրադարաններ ռուսական գրականությամբ, չինական գրականությամբ, սա Չինաստանի դեսպանն է մեզ նվիրել։ Ամերիկյան գրականությամբ ունեք անգլերեն։ Ամերիկյան գրականությամբ Դե անգլերեն են սովորում։ Ֆրանսիական։ Ուղղակի հիմա այնքան բարդ ժամանակներ են, Այստեղ նաև ունենք անգլերեն թարգմանված Արցախի, Ջավախքի, Հայաստանի տարբեր պատմամշակութային կոթողները, Արցախի քարտեզները անգլերեն թարգմանությամբ եւս ունենք երիտասարդները, որպեսզի կարողանան կրթվեն, տեսնեն տարատեսակ լեզուներով։ Այստեղ եղած երիտասարդները քաղաքականապես հասուն են արդյոք, հետաքրքրված են քաղաքական գործընթացներով, խնդրեմ։ Ով իրանք պատասխան։ Հա? Բարով ձեզ, միանշանակ հետաքրքրված ենք, հենց այդ գործունեությամբ էլ այստեղ զբաղվում ենք, բազմաթիվ դասընթացներ են կազմակերպում, քաղաքական դասընթացներ, օտար լեզուների հետ կապված դասընթացներ, տրեյնինգներ են անցկացնում այստեղ, ինչպես նաև շատ քաղաքական գործիչների կողմից մաստեր կլասեր են անցկացվում այստեղ։ Շատ լավ, տեսնենք։ Այստեղ նաև ստուդիա ունենք Երիտասարդների համար լավ պայմաններ ունեք։ Այո, երկրորդ սրահն է, որտեղ վիդեոների, լայվերի, ռիլզերի համար այստեղ ունենք հնարավորություն երիտասարդները կարող են գալ նկարահանվել։ Այստեղ եւս ունենք գրականության տարբեր ուրեմն ժանրներ, եկեղեցուն վերաբերող, մշակութին, տարբեր։ Ներողություն, եթե խնդրեմ դուք չեք ներկայանա։ Ես երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանելյանն եմ։ Հենրիխ Դանիելյան, շատ լավ է, որ ձեզ էլ այդպես հանդիպեցի հենց պատահաբար եւ եկա տեսա նաեւ կուսակցության երիտասարդական թևի հատվածը եւ գիտեք, երևի ոչինչ ձեզ չի խանգարում ձևավորել քաղաքական թիմ, որը կարող է հետաքրքրել ընտրողին։ Մշտապես երիտասարդական կազմակերպությունը բոլոր ընտրությունների, քաղաքական process-ների ժամանակ ակտիվ է լինում եւ Երևանում եւ մարզերում մենք երիտասարդական կազմակերպություններ ունենք Երևանի բոլոր վարչական շրջաններում, բոլոր Հայաստանի մարզերում հանրապետականը ունի կառույցներ, որոնց մեջ ներգրաված է երիտասարդությունը։ Շատ լավ, դե հիմա գիտեք ինչ, որքան է ներգրավված, որքանով արդյունավետ եք դուք երիտասարդության, այսպես ասած, տրեյնինգ արել եւ կրթել, դա կերևա առաջիկա ընտրություններում ձեր ստացած տոկոսների ձևով։ Մենք քաղաքական գործընթացներին մասնակցում ենք նաեւ ոչ միայն ընտրությունների տրամաբանությամբ, այլև իմպիչմենտի մեր ծրագիրը, որ իրականացրել ենք
նախաձեռնությունը սկսել ենք եւ մենք մշտապես բոլոր քաղաքական գործընթացներին երիտասարդները եւ ընտրությունների ժամանակ եւ քաղաքական process-ների ժամանակ միշտ մասնակցություն ունենում են, հենց որ ինչպես Այնպես որ սպասենք ձեր արդյունքներին, այո, կհանդիպենք։ Ես չգիտեի, որ այս հատվածում կա երիտասարդական թևի համար այսպիսի տարածք եւ դա եւս հետաքրքիր է, ոչ բոլոր կուսակցությունները, հատկապես եթե իշխանություն չեն, կարող են իրենց թույլ տալ ունենալ այսպիսի գործող կառույց։ Կուսակցության նախագահի կողմից հստակ ուշադրությունն է, շատ մեծ ուշադրություն են արժանում երիտասարդները եւ մենք երիտասարդների համար նորից եմ նշում նաեւ անկուսակցական երիտասարդների համար իրականացնում ենք տարատեսակ ծրագրեր եւ հետագայում չստիպելով կամ չպարտադրելով, որպեսզի նրանք դառնան կուսակցական կամ կիսեն մեր գաղափարները, առողջ երիտասարդություն, մրցունակ երիտասարդություն ունենալը մեր համար առաջնային խնդիր է։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ, հաջողություն ձեզ։ Այսպես կուսակցական գործունեությունը նաև երիտասարդական մասով ճշտեցինք։ Ես իհարկե չգիտեմ, պարոն Աշոտյանը ինձ քանի անգամ կոմպլիմենտ արեց, ասելով, որ այ դուք սադրում եք, որովհետև փորձառու եք եւ այլն, բայց այնպես ստացվեց, որ ես այստեղից դուրս եկա իմ ամենակարևոր հարցը չուղղած պարոն Աշոտյանին, որն էր, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու է այսքան ցածր այսօր ընդդիմության վարկանիշը, նաև տարբեր կուսակցությունների մասով կարող ենք դա ասել։ Բայց այդ հարցը ես չեմ տվել, չեմ հասցրել հնչեցնել եւ չունեմ դրա պատասխանը, ինչը նշանակում է, որ մենք նորից կլինենք այստեղ, նորից կզրուցենք, երևի մյուս անգամ կկարողանանք մի կողմ թողնել անցյալը եւ միանգամից խոսել ներկայի ու ինչու ոչ նաև ապագայի մասին։ Այս բլոգը վարեց Շաքե Ավոյանը, շնորհակալ եմ հետևելու համար։